Եթերում 02-ի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ամփոփել է Չեխիայի Հանրապետություն կատարած այցը։ Կասեցվել է այս տարվա ընթացքում արդեն 4-րդ հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունը։ Լայնածավալ գործողությունների արդյունքում հրդեհների բոլոր օջախները մարվել են։ Արփինե Սարգսյանը Չեխիայի Օստրավա քաղաքում այցելել է IN Group ընկերության արտադրամաս հաստատելու նոր նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։ Նախարարը ծանոթացել է նաև անձնագրերի տպագրության և սահմանային էլեկտրոնային համակարգերի արդիականացման ընթացքին և բիոմետրիկ համակարգի զարգացման նորարարություններին։ Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական IN Group ընկերության արտադրամաս և հաստատել նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։ Քննարկվել են նաև անձնագրի տվյալների էջի կառուցվածքին ու դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր։ Իրականում բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, մանրակրկիտ կերպով դիտարկել ենք տարբեր տարբերակներ, որոնք մինչ այս պահը գործընկերների կողմից ներկայացվել են, բայց բնականաբար արտադրամասում պիտի տեսնեինք հենց բուն նկարագրով տպագրված տարբերակը, որպեսզի կարողանայինք վստահ լինել, որ այն նույնականացման քարտն է, որը Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է ունենալ եւ տպագրել։ Պետք է փաստեմ, որ այսօր եւս բազմաթիվ տարբերակներ ենք քննարկել, տարբեր փոփոխություններ ենք կատարել արտաքին նկարագրում, դիզայնում եւ ի վերջո հաստատել ենք վերջնական տարբերակը, ընդ որում հենց այսօր արդեն իսկ մեկնարկել է հումքի մեծածավալ տպագրությունը։ Նախարարին է ներկայացվել սահմանների կառավարման էլեկտրոնային համակարգերի մոդեռնիզացիոն ուղղություններն ու տեխնիկական լուծումները, անդրադարձ է կատարվել նաև բիոմետրիկ համակարգի ներդրման ընթացիկ իրավիճակին, զարգացման գործընթացին սպասվող նորարարություններին։ Նախարարը ծանոթացել է ինչպես նույնականացման քարտերի, այնպես էլ անձնագրերի տպագրության բուն գործընթացին, նշելով, որ առաջնահերթություն է կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում ժամանակակից, անվտանգ եւ քաղաքացիների համար նոր որակի ծառայությունների մատուցումը։ Ներքին գործերի նախարարությունը մասնավոր գործընկերոջ հետ համատեղ գործադրում է առավելագույն ջանք խոստացված ժամկետում 2026 թվականի երկրորդ կիսամյակում կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը սկսելու համար։ Հաջորդիվ անդրադառնալու ենք արդեն անձնագրերի արտաքին նկարագրին եւ ի վերջո կարող եմ ասել, որ մենք մեր խոստացած ժամանակահատվածում կկարողանանք մեր քաղաքացիներին մատուցել այս ծառայությունները եւ տրամադրել բիոմետրիկ անձնագրեր եւ նույնականացման քարտեր։ Արփինե Սարգսյանը կարևորել է նաեւ մասնավոր գործընկերոջ հետ համագործակցությունը ինքնության կառավարման ենթակառուցվածքում նորարարական լուծումների ներդրման եւ փաստաթղթային անվտանգության մասով եւ ընդգծել, որ այն էական դեր ունի Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացում։ IN Group ընկերության արտադրամասի շահագործման ղեկավար Ստանիսլավ Պոսպիշեկը դրական գնահատելով ներքին գործերի նախարարության հետ իրականացված համատեղ աշխատանքը կարևորել է հատկապես արտադրական գործընթացների արդյունավետությունը, բարձր որակային ստանդարտների պահպանումը, անվտանգության ու տեխնիկական պահանջներին հետևելը։ Հայկական պատվիրակության հետ հաջողությամբ իրականացրել ենք ID փաստաթղթերի արտադրության մեկնարկի համար անհրաժեշտ նախապատրաստական գործընթացները։ Մենք երկար տարիներ արտադրում ենք բարձրորակ նույնականացման փաստաթղթեր տարբեր երկրների համար։ Եվ ես ուրախ եմ, որ մեր թիմը նաև Հայաստանի Հանրապետության համար կազմակերպեց արտադրության նախապատրաստական փուլը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության պատասխանատու եւ համակարգված մոտեցումը վճռորոշ դեր է խաղում ոչ միայն հայկական ID քարտերի արտադրության հաջող մեկնարկի ապահովման, այլև երկարաժամկետ համագործակցության համար։ Այցը հերթական անգամ վկայում է ներքին գործերի նախարարության եւ միջազգային գործընկերների արդյունավետ համագործակցության մասին։ Արփինե Սարգսյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության համապարփակ եւ օնլայնված գործընկերության համաձայնագրի կնքման 8-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Պանելային քննարկման ընթացքում նա ներկայացրել է ներքին գործերի նախարարության ոլորտային բարեփոխումները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 25-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության համապարփակ եւ օնլայնված գործընկերության համաձայնագրի կնքման 8-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Ներկային Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններ, տարբեր պետական գերատեսչությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության
միության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, կարևորելով համաձայնագրի դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է պանելային քննարկմանը, ներկայացնելով ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում իրականացված քայլերը, մասնավորապես նախարարության ինստիտուցիոնալ եւ եվրոպական ստանդարտներին հնարավորինս մոտարկված բարեփոխումները ոստիկանության, փրկարար ծառայության ու միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ոլորտներում։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ բարեփոխումների ճանապարհին համաձայնագիրը եղել է ուղենիշային փաստաթուղթ։ Նախարարն ընդգծել է վիզաների ազատականացման գործընթացում գրանցված առաջընթացը եւ գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող քայլերը հանրային անվտանգության եւ հիմնարար իրավունքների ապահովման ուղղությամբ, շեշտելով այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության համագործակցության խորացման կարեւորությունը։ Արփինե Սարգսյանի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ ներքին գործերի նախարարության ոլորտային բարեփոխումները ուղիղ ներառված չեն ՍԵՊԱ-ի ճանապարհային քարտեզում, սակայն դրանց արդյունքները գաղափարապես սերտ փոխկապակցված են ՍԵՊԱ-ի հետ։ Ներքին գործերի նախարարը նշել է, որ ՍԵՊԱ-ի շրջանակում մի շարք միջոցառումների իմպլեմենտացումն ուղիղ կապ ունի նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման հետ եւ Հայաստանի Հանրապետության գործող ինքնիշխանության մակարդակը թույլ է տալիս զարգացնել մեր հնարավորություններն ու ավելի մեծ տեմպով իրականացնել ոլորտային բարեփոխումները։ Արփինե Սարգսյանը վերահաստատել է արդյունավետ համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակելու պատրաստակամությունը։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համաձայնագրի շրջանակում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումներին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի մեկնարկին, ընդգծելով կառավարության հստակ հանձնառությունը, նախարարը ներկայացրել է SafeU հավելվածի ինտեգրումը ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, ինչը թույլ է տալիս բռնության ենթարկվածներին ավելի արագ օգնություն ստանալ։ Գենդերային հիմքով բռնության դեմ պայքարը ներքին գործերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Այդ համատեքստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 25-ին մասնակցել է ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ քարոզարշավի մեկնարկի միջոցառմանը։ Նախարարն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար գենդերային հիմքով բռնության դեմ պայքարը հստակ նպատակ է եւ այդ նպատակի նվաճման ճանապարհին շոշափելի ձեռքբերումներ կան։ 16-օրյա արշավը պարզապես կատարված աշխատանքի ընդգծումն է։ Շատ ուրախ եմ նաեւ, որ այսօր նման հարթակներում տեսնում եմ ոչ միայն կանանց ու աղջիկների, այլև տղամարդկանց։ Դա վկայում է մեր համատեղ պատրաստակամության մասին միահամուռ ուժերով պայքարել բռնության դեմ, շեշտել է ներքին գործերի նախարարը։ Նախարար Սարգսյանը կարևորելով թվային միջավայրում գենդերային հիմքով բռնության դեմ պայքարի շրջանակում նոր գործիքակազմերի ներդրումը, անդրադարձել է ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնում SafeU հավելվածի ինտեգրմանը եւ ընդգծել, որ սա պարզապես ինտեգրացիոն պլատֆորմի համակցում չէ, այլև վստահության նոր մակարդակի ձևավորում։ Նախարարն արձանագրել է, որ քաղաքացիական հասարակության գործընկերների ներգրավմամբ ձևավորված հարթակը տարածաշրջանում միակն է եւ չափազանց կարևոր մեխանիզմ է բռնության կանխման տեսանկյունից։ SafeU հավելվածի միջոցով բռնության ենթարկված անձը կարողանում է օպերատիվորեն ազդանշան փոխանցել ոստիկանությանը, արդյունքում ապահովելով առավել արագ արձագանքում։ Արփինե Սարգսյանը վստահեցրել է, որ ներքին գործերի նախարարությունը պատրաստակամ է շարունակել բռնության իդենտիֆիկացմանն ուղղված արշավները, իրազեկվածության բարձրացումը, միջգերատեսչական պրոֆեսիոնալ աշխատանքը, քաղաքացիական հասարակության եւ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։ Նախարար Սարգսյանը խոսել է նաեւ շուրջ 1800 համայնքային ոստիկանների վերապատրաստումների մասին, ինչը բռնության նախականխման եւ կանխման ուղղությամբ կարևոր քայլ է։ Բացման խոսքով հանդես են եկել նաեւ ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը։ Միջոցառումը շարունակվել է պանելային քննարկումների ձևաչափով, որոնց ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը եւ համայնքային ոստիկանության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։ Ներկայացվել են փաստաթղթերի ստուգման եւ կեղծիքների հայտնաբերման միջազգային լավագույն փորձը, նորագույն մեթոդներն ու տեխնիկական գործիքները։ Երևանում անցկացվել է աշխատաժողով, քննարկվել են փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի եւ վիզաների ազատականացման գործընթացում կարողությունների զարգացման ուղղությամբ հարցեր։ Ներքին գործերի նախարարությունն ու Եվրոպական միության սահմանային եւ առափնյա պահպանության գործակալությունը նոյեմբերի 19-ից 20-ը Երևանում կազմակերպել էին գիտելիքների փոխանակում կեղծ փաստաթղթերի հայտնաբերման ոլորտում թեմայով աշխատաժողով։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության, ազգային անվտանգության ծառայության, քննչական կոմիտեի եւ փորձագիտական ազգային բյուրոյի ներկայացուցիչներ։ Մասնակիցների նման կազմը նպատակային էր, ներկային այն մասնագետները, որոնց գործունեությունն
անմիջականորեն առնչվում է անձը հաստատող եւ այլ փաստաթղթերի տրամադրման, ստուգման գործընթացներին, ինչպես նաեւ դրանց կեղծման դեպքերի կանխարգելմանը միտված մեխանիզմների եւ գործառնական միջոցառումների իրականացմանը։ Frontex-ի փաստաթղթերի եւ նույնականացման քարտերի գործառնական աջակցության ոլորտի առաջատար փորձագետներ Կատարինա Մարկովիցովան եւ Արթուր Ազգեդմինասը ներկայացրել են փաստաթղթերի ստուգման եւ կեղծիքների հայտնաբերման գործընթացում միջազգային լավագույն փորձը, նորագույն մեթոդներն ու տեխնիկական գործիքները։ Մասնակիցները կատարել են նաեւ գործնական վարժություններ, մասնագիտական հմտությունները կատարելագործելու եւ կեղծիքների հայտնաբերման միջազգային ստանդարտներին համապատասխան վերապատրաստվելու նպատակով։ Ներքին գործերի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանը, անդրադառնալով Frontex-ի հետ սերտ եւ շարունակական համագործակցությանը, նշել է, որ 2019 թվականից ի վեր իրականացվում է արդյունավետ փոխգործակցություն, ներառյալ վերապատրաստումներ, աշխատաժողովներ, վերադարձի ոլորտում հայ մասնագետների ներգրավում որպես ուղեկցողներ, ինչպես նաեւ հետընդունման եւ վերաինտեգրման գործընթացների համատեղ նախաձեռնություններ։ Frontex-ի վերադարձի բաժնի փորձագետ Ալեսանդրո Սանթին ներկայացնելով Եվրոպական միության սահմանային եւ առափնյա պահպանության գործակալության գործունեության հիմնական ուղղություններն ու գործողությունների շրջանակը, ընդգծել է Եվրոպական միության անդամ պետությունների հետ համագործակցության կարևորությունը, սահմանային վերահսկողության, մոնիթորինգի եւ հայտնաբերման կարողությունները Եվրոպական միության չափանիշների համապատասխան ամրապնդելու ուղղությամբ։ Աշխատաժողովը կարևոր հնարավորություն է ինչպես փորձի փոխանակման, ազգային ու միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդման, փաստաթղթերի կեղծման դեմ պայքարում կարողությունների զարգացման, այնպես էլ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացմանը նպաստելու տեսանկյունից։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները հանցավոր զանգերի կենտրոնում անսպասելի խուզարկությունն իրականացրին նոյեմբերի 20-ին։ Միջոցառման հաջողությունը մեծապես կախված էր նաեւ անսպասելիությունից։ Իսկ հանցավոր զանգերի կենտրոնի վերաբերյալ տեղեկությունը քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էր ավելի շուտ։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումներով պարզել էր, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ Արաբկիր վարչական շրջանում վարձակալել էին կոմերցիոն նշանակության տարածք եւ այդ տարածքում տեղակայել էին զանգերի կենտրոնների համար նախատեսված համակարգչային տեխնիկան։ Հետագայում ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ այդ զանգերի կենտրոնը ուներ հանցավոր ուղղվածություն եւ նախատեսված էր առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություններ կատարելու համար։ Հանցավոր կազմակերպության անդամներն իրավապահ մարմինների օպերատիվ տեսադաշտում չհայտնվելու նպատակով նախապես արտաքինից քողարկել էին հիշյալ տարածքը, ձեռնարկել անվտանգության միջոցներ, ինչից հետո միայն իրականացրել անձանց հավաքագրում եւ հանցավոր գործունեության մեխանիզմի յուրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ։ Այսպիսով ապահովել էին համացանցային հեռախոսազանգերի եւ հեռահար հասանելիությամբ օգտագործվող համակարգիչների կիրառմամբ օտարերկրյա պետություններում գտնվող քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակության համար բարենպաստ պայմաններ։ Իդեպ Հայաստանում գործող նմանատիպ հանցավոր կազմակերպությունները փոխկապակցված են այլ պետություններում նույն հանցավոր մեխանիզմը կիրառող հանցավոր այլ կազմակերպությունների հետ, որոնք իրենց հերթին թիրախավորում են մեր հանրապետության քաղաքացիներին, եւ այստեղ հայտնաբերված ամեն հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունը կասեցնելը նշանակում է հանցատեսակի կանխարգելում նաեւ մեր քաղաքացիների համար։ Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել նշված հանցավոր զանգերի կենտրոնի մեջ ներգրաված յուրաքանչյուր անձի դերակատարությունը, այն կեղծ հարթակների տվյալները, որի միջոցով վերջիններս թիրախավորում էին օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաև այն կրիպտոդրամ բանակների հասցեները, որոնք օգտագործվել են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները կանխիկացնելու համար։ Հանցավոր կազմակերպության անդամներն ունեին նաև իրավապահ մարմինների անակնկալ այցելության ժամանակ համակարգիչներում առկա էլեկտրոնային ապացույցների ոչնչացման հստակ ուղեցույց։ Նաև այս հանգամանքը հաշվի առնելով նոյեմբերի 20-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ քննչական կոմիտեի ծառայողներն իրականացրին անսպասելի խուզարկություն եւ մանրակրկիտ ծրագրված մուտք գործողությունների շնորհիվ հանցավոր կազմակերպության անդամներին չհաջողվեց ոչնչացնել քննության համար առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամներ, որոնք Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ են, ինչպես նաեւ նրանց օգտագործած համակարգչային տեխնիկան։
Ձեռք բերված փաստական տվյալների շրջանակում քննչական կոմիտեում իրականացվում են համապատասխան վարույթային գործողություններ, հանցավոր կազմակերպությունում ներգրավված բոլոր անձանց քրեադատավարական կարգավիճակը որոշելու ուղղությամբ։ Քրեական ոստիկանությունն էլ իրականացնում է ակտիվ համագործակցություն օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ հանցավոր կազմակերպության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Նմանատիպ հանցավոր զանգերի կենտրոնների բացահայտման աշխատանքները կրում են շարունակական բնույթ եւ ցանկանում եմ հորդորել մեր քաղաքացիներին, եթե ստացել եք նմանատիպ զանգերի կենտրոններում աշխատելու առաջարկ, պարզապես մերժեք այդ առաջարկները հետագայում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար եւ կխնդրեմ, որպեսզի այդպիսի տեղեկություններ ունենալու դեպքում դրանք փոխանցեք իրավապահ մարմիններին։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Շարունակվում են պարեկների մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները։ Օրերս մի շարք պարեկային ծառայողներ հանդիպում են ունեցել պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի հետ։ Քննարկվել են ծառայության ընթացքում առաջացած խնդիրներն ու դրանց արդյունավետ լուծումները։ Ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործումը մշտապես ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է։ Այդ համատեքստում պարբերաբար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ, սեմինար քննարկումներ, հանդիպումներ տարբեր մասնագետների հետ։ Նոյեմբերի 26-ին մի շարք պարեկային ծառայողներ հանդիպում են ունեցել պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի հետ։ Քննարկվել են ծառայության ընթացքում առաջացած խնդիրներն ու դրանց արդյունավետ լուծումները, որոնք նպաստելու են ծառայողների մասնագիտական աճին եւ ծառայության որակի լավարկմանը։ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում մեծ ուշադրություն է դարձվում պարեկային ծառայողների վերապատրաստմանը, մասնավորապես պարբերաբար իրականացվում է կարիքների գնահատում։ Այսօրվա հանդիպումը հերթական հանդիպումն է մեր պարեկային ծառայողների հետ եւ նպատակ ունի դուրս բերել այն բոլոր հարցերը, որոնք առաջացել են վերջին 6 ամսվա ընթացքում պարեկային ծառայողների առօրյա գործունեության ընթացքում, տալ դրանց պատասխանները, ինչպես նաև իրավական պարզաբանումներ ներկայացնել։ Պարեկներն առանձին դեպքերի օրինակներով ներկայացրել են զննություն իրականացնելու ընթացակարգերի, արձանագրությունների կազմման, վարչարարության առանձնահատկությունների, բանավոր դիտողության կամ նախազգուշացում կիրառելու վերաբերյալ հարցեր։ Ներկայացվել են նաև խնդրահարույց մի շարք իրավիճակներ, որոնք պահանջում են միասնական մոտեցում եւ հստակ ուղղորդումներ, ապահովելու հասարակությանը մատուցվող ծառայությունների արդյունավետությունն ու օրենքի կիրառման միանշանակությունը։ Քննարկվեց ծառայության ընթացքում առաջացած այն բացերը, այն խնդիրները, որոնք մեր խնդրահարույց են լինում։ Տալիս են մեզ հետաքրքրող հարցերը եւ ստանում ենք պատասխանները վարչարարության, խոզարկության եւ զննության վերաբերյալ։ Առաջ քաշվեց, թե ինչ տարբերակներով կարելի է դրանք ավելի արագ եւ արդյունավետ կարգավորել։ Նմանօրինակ հանդիպումները նպաստում են ծառայողների մասնագիտական ինքնավստահության բարձրացմանն ու հասարակությանն առավել որակյալ ու թափանցիկ ծառայություն մատուցելու գործընթացի կատարելագործմանը։ Նոյեմբերի 21-ից 27-ը խոշոր հրդեհներ էին գրանցվել մի շարք մարզերում։ Հրշեջ փրկարարները գործընկեր կառույցների աջակցությամբ իրականացրել են լայնածավալ հրդեհաշիջման աշխատանքներ։ Գործողություններին ներգրավվել է ավելի քան 2700 փրկարար, հարյուրավոր տեխնիկա եւ պաշտպանության նախարարության ուղղաթիռ։ Նոյեմբերի 21-ից 27-ը խոշոր հրդեհներ էին բռնկվել Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի բուսածածկ եւ խոտածածկ տարածքներում։ Հրշեջ փրկարարները հավատարի մասնագիտական պարտականություններին ու առաքելությանը անմիջապես անցել են հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը։ Լայնածավալ գործողությունների ներգրավվել է ավելի քան 2700 փրկարար ծառայող։ Շրջակա միջավայրի նախարարության, էկոպարեկային ծառայության, ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումներ, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ, 65 հիմնական եւ շուրջ 260 օժանդակ տեխնիկա, պաշտպանության նախարարության ուղղաթիռ, որով իրականացվել է 109 թռիչք օդային հետախուզման եւ հրդեհաշիջման նպատակով։ Ձևավորվել էր օպերատիվ շտաբ ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ։ Լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը տեղում իրականացնում էր ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, ներկայացնելով օպերատիվ տեղեկատվություն, պաշտոնական հարթակներում պարբերաբար ներկայացվում էր տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն։
Մեծամասշտաբ հրդեհի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է նոյեմբերի 21-ին։ Մարտունու, Վարդենյանց Լեռնանցքի, Զոլաքարի, Լճաշենի եւ այլ տարածքներում բռնկված օջախները մարելու նպատակով ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ուժերը անմիջապես անցել են հրդեհաշիժման գործողությունների։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է արդեն նոյեմբերի 25-ին նշված հատվածներում ամբողջովին մեկուսացնել հրդեհը, կանխելով կրակի տարածումը, անտառային հատվածներ եւ բնակելի գոտիներ։ Նոյեմբերի 22-ից 24-ը ահազանգեր են ստացվել նաեւ Տավուշի մարզի Նավուր բնակավայրի եւ Դիլիջան քաղաքի հարակից անտառացած տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Իրականացվել են մեծամասշտաբ հրդեհաշիժման աշխատանքներ։ Դիլիջանի ոլորանների եւ Լեռնային Հայաստան առողջարանի մոտակա հատվածներում արձանագրված հրդեհները մարվել են։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի առողջարանային գոտի ու բնակելի տներ։ Իսկ լուրերն այն մասին, թե հրդեհների հետևանքով կենդանիներ են տուժել, ապա տեղեկատվություն է։ Նույն ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել նաեւ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի խոտածածկ եւ բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհների օջախներն ամբողջությամբ մարվել են, կանխվել է հրդեհների տարածումը դեպի բնակավայրեր, կենսական ենթակառուցվածքներ ու անտառային հատվածներ։ Հնարավոր բռնկումներից խուսափելու նպատակով ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը շարունակում է իրականացնել վերահսկողություն։ Ցավոք նոյեմբերի 26-ին ծառայական պարտականությունները կատարելիս զոհվել է հրշեջ փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Տարոն Սիմոնյանը, եւս 4 հրշեջ փրկարար տեղափոխվել են բժշկական կենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս ընթացքում ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում հրապարակվեցին չճշտված, որոշ դեպքերում նաեւ խոճապային տրամադրություններ հրահրող տեղեկություններ։ Փրկարար ծառայության կողմից օպերատիվ չգործելու, տեխնիկայի անբավարարվածության, իրավիճակը չվերահսկելու վերաբերյալ, իսկ իրականում փրկարարները համագործակցելով գործընկեր կառույցների աշխատակիցների հետ գործեցին պրոֆեսիոնալ եւ օպերատիվ։ Նրանք օրերի ընթացքում մարեցին հրդեհները, կանխեցին հետագա զարգացումները ու անդառնալի վնասը։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, լինել զգոն, ցանկացած անփութություն եւ անուշադրություն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Կրակ կամ ծուխ նկատելիս հորդորում ենք անմիջապես զանգահարել 911։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի եւ ցանկատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ, խստորեն պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, իսկ հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։